Գիրք Ծննդոց, գլուխ 43. Եվ սովը սաստկացավ այն երկրի մեջ։ Եվ եղավ, երբ որ Եգիպտոսից բերած պաշարը կերան վերջացրին, նրանց հայրը ասեց նրանց. գնացեք դարձյալ մեզ համար մի քիչ ուտելիք ծախու առեք։ Եվ Հուդան խոսեց նրա հետ ասելով. այն մարդը մեզ հետ հաստատ վկայությամբ խոսեց ասելով. իմ երեսը չտեսնեք, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի։ Եթե մեր եղբայրը մեզ հետ ուղարկես, կիջնենք և քեզ համար ուտելիք ծախու կառնենք։ Բայց եթե չուղարկես, չենք իջնի, որովհետև այն մարդն ասեց մեզ. իմ երեսը չտեսնեք, եթե ձեր եղբայրը ձեզ հետ չլինի։ Եվ Իսրայելն ասեց. ինչու համար չարություն արիք ինձ այն մարդին իմացնելով, թե ուրիշ եղբայր ունիք։ Եվ նրանք ասեցին. այն մարդը մեզ համար և մեր ազգականների համար հարցուփորձ արավ ասելով. ձեր հայրը ողջ է, էլ եղբայր ունիք։ Եվ մենք այս խոսքերի համեմատ պատասխանեցինք նրան. միթե մենք կարող էինք գիտենալ, որ նա կասե, թե ձեր եղբայրը իջեցրեք։ Եվ Հուդան իր հորը Իսրայելին ասեց. տղան ինձ հետ ուղարկիր, և վեր կենանք գնանք, որ ողջ մնանք և չմեռնենք, մենք էլ, դու էլ, մեր երեխերքն էլ։ Ես երաշխավոր կլինիմ նրա համար, իմ ձեռքից պահանջիր նրան։ Եթե նրան քեզ մոտ չբերեմ և քո առաջին չկանգնեցնեմ, հավիտյան քեզ հանցավոր լինեմ։ Որովհետև եթե չհապաղեինք, հիմա երկրորդ անգամ դարձած կլինեինք։ Եվ նրանց հայր Իսրայելն ասեց նրանց. եթե այդպես է, հիմա այս արեք, ձեր ամաններումը այս երկրի ընտիր պտուղներից նառեք և այն մարդի համար ընծատ արեք, մի քիչ բալասան, մի քիչ մեղր, համեմներ և զմուրս, պիստակ և նուշ։ Եվ ձեր ձեռքը կրկնապատիկ փող արեք, և ձեր քսակների բերանում ետեկած փողը ձեռքի առած ետ տարեք, գուցե սխալ մունք եղած է։ Եվ ձեր եղբայրն էլ առեք, և ելեք դարձյալ այն մարդի մոտ գնացեք։ Եվ ամենակարող Աստվածը ձեզ շնորհք կտա այն մարդի առաջին, և նա կարձակե ձեզ համար ձեր մյուս եղբորը և Բենյամինին։ Եվ ես, եթե անզավակ եմ լինելու, անզավակ լինեմ։ Եվ մարդիկն առին այս ընծաները և իրանց ձեռքը կրկնապատիկ փող առին, նաև Բենյամինին, և վեր կացան իջան Եգիպտոս, և Հովսեփի առաջին կանգնեցին։ Եվ Հովսեփը Բենյամինին նրանց հետ տեսավ, և իր տան վերակացուին ասեց. տուն տար այս մարդիկը և մորթելիք մորթիր և պատրաստիր, որովհետև այս մարդիկը կես օրին ինձ հետ պիտի ճաշեն։ Եվ այն մարդը Հովսեփի ասացի պես արավ, և այն մարդը Հովսեփի տունը տարավ այն մարդկանցը։ Եվ մարդիկը վախեցին, որ Հովսեփի տունը տարվեցան և ասեցին. առաջի անգամին մեր քսակներումը ետ դարձած փողի համար ենք տարվում, որ մեր վրա հարձակվի և մեզ վրա ընկնի, և մեզ ծառաներ անի, և մեր էշերը։ Եվ մոտեցան Հովսեփի տան վերակացու մարդին և խոսեցին նրա հետ տանը դռանը, և ասեցին. «Օհ, Տեր, մենք սրանից առաջ եկել էինք կերակուր ծախու առնելու, և եղավ, երբ որ իջևանը եկանք և մեր քսակները բացինք, ահա ամեն մեկի փողը իր քսակի բերանումն էր, մեր փողը իր կշռքովը, և ետ ենք բերել նրան մեր ձեռքովը։ Եվ մեր ձեռքին ուրիշ փող ենք բերել կերակուր ծախու առնելու համար, չգիտենք, թե ով դրավ մեր փողը մեր քսակներումը։ Եվ նա ասեց. խաղաղությունը ձեզ համար, մի վախիք, ձեր Աստվածը և ձեր հոր Աստվածը ձեզ գանձ է տվել ձեր քսակներումը, ձեր փողը եկավ ինձ։ Եվ շմավոնին դուրս հանեց նրանց մոտ։ Եվ այն մարդը Հովսեփի տունը տարավ այն մարդկանցը և ջուր տվավ և իրանց ոտքերը լվացին, և նրանց էշերին դարման տվավ։ Եվ նրանք ընծաները պատրաստեցին մինչև Հովսեփի կեսօրվան գալը, որովհետև իմացան, որ այնտեղ էին հաց ուտելու։ Եվ Հովսեփն եկավ տուն, և նրանք իրանց ձեռքերի ընծաները նրան մատուցրին տանը, և մինչև գետինը ծռելով նրան խոնարհություն արին։ Եվ նրանց ողջությունը հարցրեց ասելով. ձեր այն ծեր հայրը ողջ է, որի համար խոսել էիք, տակավին կենդանի է։ Եվ ասեցին. քո ծառան մեր հայրը ողջ է, տակավին կենդանի է։ Եվ ծռեցին և խոնարհություն արին։ Եվ իր աչքերը բարձրացրեց և տեսավ իր մոր որդի իր եղբայր Բենյամինին, և ասեց. սա է ձեր կրտսեր եղբայրը, որի համար ինձ հետ խոսել էիք։ Եվ ասեց Բենյամինին. Աստված ողորմե քեզ, որդյակ իմ։ Եվ Հովսեփը շուտով ելավ, որովհետև իր աղիքը գալարեցին իր եղբոր վրա, և տեղ էր պտրտում, որ լա։ Եվ ներքին սենյակը մտավ, և այնտեղ լացավ։ Եվ լվացավ իր երեսը և դուրս եկավ, և զսպեց իրան, և ասեց. հաց բերեք։ Եվ իրան առանձին բերին, և նրանց առանձին, և այն եգիպտացիների համար, որ իր հետ ուտում էին, առանձին դրին,
որովհետև եգիպտացիները եբրայեցիների հետ հաց չէին կարողանում ուտել, որովհետև եգիպտացիների համար պիղծ էին։ Եվ նստեցին նրա առաջին, անդրանիկը իր անդրանկության համեմատ և փոքրը իր փոքրության համեմատ։ Եվ մարդիկն իրար նայելով զարմանում էին։ Եվ նա իր առաջից բաժիններ ուղարկեց նրանց համար, բայց Բենյամինի բաժինը մյուսների բաժինից 5 անգամ ավելի էր։ Եվ խմեցին և նրա հետ միասին գինով եղան։